Բարի երեկո արգելի ֆուտբոլասերներ, Մեգալիգայի եթերում շարունակվում է 1-16-րդ փուլի հանդիպումները։ Այսօր միմյանց հետ կմրցեն Ռուսաստանի եւ Մարոկկոյի հավաքականները։ Եկեք շատ արագ ծանոթանանք թիմերի կազմերին եւ անցնենք խաղին։ Ռուսաստան Սարգսյան համար 13, Առաքելյան համար 8, Տոնոյան համար 9, Սմբատյան համար 22, Խաչատրյան համար 33, Անտոնյան համար 1, դարպասապահն է, Բրատկին համար 5, Ղարիբյան համար 11, Զարգարյան համար 18, Խաչատրյան համար 6 եւ Բեկլարյան համար 90։ Մարոկկո Քոչարյան համար 1, դարպասապահն է, Հարայան 2, Ղազարյան 4, Գալոյան 6, Մուրադյան 8, Սարգսյան 9, Զարգարյան Արտյոմ 10, Բարսեղյան 12, համար 12, Անդրեասյան համար 27, Բաբախանյան համար 80 եւ Խանդամիրյան համար 99։ Ռուսաստանի հավաքականը կգործի դեղին սաղավարտով, իսկ Մարոկկոյի հավաքականը սպիտակ մարզահագուստով կխաղա։ Հանդիպումը կենտրոնից մեկնարկում է Ռուսաստանի հավաքականն է գնդակով։ Ֆանտաստիկ հանդիպման ենք ականատես լինելու, երկու թիմերն էլ շատ են սիրում գրոհել, երկու թիմերն էլ իրենց ավելի լավ զգում են հարձակման գծում, իհարկե քան պաշտպանվելիս, շատ են բաց թողում գնդակներ երկու թիմերը, բայց իհարկե այսօր չեն մոռանալու նաև պաշտպանության մասին։ Ռուսաստանի հավաքականն եմա գնդակով, Տոնոյան Եվ խլեց գնդակը։ Մարոկկոյի հավաքականը դուրս եկավ գնդակը։ Եզրից Մարոկկոյի հավաքականը գնդակը մտցնում է խաղի մեջ։ Մարոկկոյի հավաքականն է։ Հարկում գնդակը Բաբախանյան վտանգավորը շատ լավ փոխանցում, կտեսնենք հարված կորվածը փրկում է եւս մեկ հարված։ Սմբատյանը հեռացրեց, բայց ուղիղ Բաբախանյանի ոտքին։ Կլինի հարված դարպասից կխաղարկեն գնդակը Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները։ Խլեցին շատ արագ Մարոկկոյի ֆուտբոլիստները։ Բաբախանյան կորցրեց գնդակը, Տոնոյանը շարժում է առաջ։ Վտանգավոր կարող է լինել, կտեսնենք հարված դարպասին։ Բայց լավ է պաշտպանվում Մարոկկոյի հավաքականը։ Հարկում են գնդակը Մարոկկոյի հավաքականի ֆուտբոլիստները։ Կենտրոնով շարժում են առաջ, նորից աջ թևում Բաբախանյանը ստանում է գնդակը։ Պայքարում է նրա հետ Առաքելյանը, բայց ի վերջո մնաց Բաբախանյանի մոտ գնդակը։ Հեռվից հարվածի փորձ, Սմբատյանը նորից փակեց եւ հեռացնում են գնդակը։ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները այստեղ խախտել են կանոնները Մարոկկոյի ֆուտբոլիստները շատ վատ հեռացրեցին այստեղ գնդակը, բայց մնում է գնդակով Մարոկկոյի հավաքականը։ Եզրից խաղարկում են գնդակը։
Բաբախանյան Արեան Եվ պաշտպանությունում խաղարկում է գնդակը Մարոկոյի հավաքականը Հարեան նորից նա է գնդակով Ղազարյան թողեց գնդակը Բաբախանյանին Զաղթևում է գնդակը այսպես լավ է խաղարկում գնդակը Մարոկոյի հավաքականը Լավ փոխանցում էր դեպի ձախ Սարգսյանն է այստեղ Շատ լավ փոխանցում Բաբախանյանի ուղղությամբ Բարձրից փոխանցում Դե կտեսնենք հարված դարպասին Ոչ Եվս մեկ բարձրից փոխանցում վտանգավոր է դարպասապահը Այստեղ Անտոնյանը մի փոքր անվստահ գործեց Խաղարկեցին անկյունայինը Հերվից հարված Գալոյաններ հարվածողը Եվս մեկ հարված այս անգամ Արեանի կողմից Գլխով հարվածը շեղ է Այսպես Մարոկոյի հավաքականը անցել է Պաշարման Դուրս է գայս Ռուսաստանի հավաքական Բայց այստեղ գերազանց են պաշտպանվում Մարոկոյի Ֆուտբոլիստները Շատ լավ են խաղարկում գնդակը Մարոկոյի ֆուտբոլիստները Աչ թվում է գնդակը Բաբախանյան Բորչրից լավ էր նկատել Սարգսյանին, բայց փոխանցումը ուժեղ էր կատարված նրա ուղղությամբ Սմբատյանը սկսի Ռուսաստանի հավաքականի նոր գրոհը Նորից խլեց գնդակը Մարոկոյի հավաքականը Ղազարյան Սարգսյան արված բարձր է արվածը Ռուսաստանի հավաքականն է գնդակով Պաշտպանությունում խաղարկում են այն Սմբատյան Մի փոքր ռիսկային էր Բայց խախտել էին կանոնները Մարոկոյի ֆուտբոլիստները Գրոհում է հիմա Ռուսաստանի հավաքականը Լավ, պաշտպանվեցին այստեղ, բայց Ոչ այդքան հեռու հեռացրեցին գնդակը Առաքելյանն է նորից գնդակով Խլեց Մարոկոյի հավաքականը Բաբախանյան շատ գեղեցիկ էր Մեկը պումով նորից ստանում է պատասխան փոխանցումը հարված
Փակեցին պաշտպանները եւս մեկ փոխանցում, բայց գերազանց է պաշտպանվում Ռուսաստանի հավաքականը, բայց փոխանցումները լավը չեն ստացվում իրենց մոտ։ Սարգսյան եւ կար կանոնների խախտում իհարկե։ Շատ վտանգավոր դիրքում Տուգանեին է վաստակում Մարոկկոյի հավաքականը։ Բաբախանյան արված խաղարկեցին այս Տուգանեինը։ Բարձր ստացվեց Բաբախանյանի արվածը։ Սմբատյան Եդրից գնդակը կմցնի խաղի մեջ Մարոկկոյի հավաքականը։ Սմբատյան հեռացրեց գնդակը եւս մեկ ուղիղ Սարգսյանի ոտքին, բայց Սարգսյանի արվածն էլ փակեց Սմբատյանը։ Բաբախանյան Լավ ներարվածը, էլով եթե ոչ Սարգսյանը կանգնեց հարվածի ճանապարհին։ Խլեցին նորից Մարոկկոյի ֆուտբոլիստները, բայց այս փոխանցումը ուժեղ էր բոլորի համար։ Հարված տարպասից։ Սմբատյանը խաղարկեց գնդակը։ Գրում է Ռուսաստանի հավաքականը եւ այստեղ միմյանց չհասկացան խաղանկերները։ Արաքակագրոց աղթևով շատ գեղեցիկ էր։ Տուգանեին արված է վաստակել Մարոկկոյի հավաքականը։ Արվածը տեսանք, բայց դիպչեց պաշտպաններից մեկին չնկատեցում կլինի անկնային։ Բաբախանյան բարձրից հեռացրեցին պաշտպանները գնդակը։ Եզրից գնդակը խաղի մեջ կմցնի։ Լավն էր դեպի Բաբախանյանին փոխանցումը, բայց ցավոք հասավ գնդակին։ Գրում է Ռուսաստանի հավաքականը վտանգավոր է, հեռացրեցին պաշտպանները գնդակը։ Խառնաշփոթը այստեղ եւ ի վերջո գնդակը Մարոկկոյի հավաքականի մոտ է։
Բաբախանյան շատ ակտիվ է Բաբախանյանը և այստեղ չկար ոչինչ ցույց է տալիս մրցավարը Եզրից Մարոկոյի ավակականը գնդակը կմցնի խաղի մեջ արդեն խաղարկել են այն շատ լավ փոխանցում է ստանում այստեղ Մարոկոյի ֆուտբոլիստը գրավել է պետք այդպես էլ կա 1-0 բացված է հանդիպման հաշիվը գերազանց փոխանցում ուղղակի ստացավ Ղազարյանը և Մարոկոյի ավակականը բացում է հանդիպման հաշիվը Կիպրոսի ավակականն է գնդակ Մարոկոյի ավակականը ինչու Կիպրոսի ավակականը այստեղ այո կար ձեռքով խաղ Խաղարկեցին Տուգանայինը չկար ոչինչ այստեղ Բաբախանյան Եվս մեկ հարվածար Պասապային չի ասնում գնդակը և այստեղ տեսեք Ինչ վտանգավոր էր Երկու դարպասած ձողերին դիպչեց գնդակը Բայց չհայտնվեց դարպասում այսպես Եվս մեկ հարված նորից դարպասած ձողն է փրկում Գնդակը մցնում է խաղի մեջ և այստեղ Քոչարյանի մոտ է հայտնվում գնդակը Բաբախանյան Վատ չէր խաղարկեց գնդակը Շատ լավ փոխանցում էր Զարգարյանի ուղղությամբ Բայց ուժեղ ստացվեց Բաբախանյանի փոխանցումը Զարգարյան փոխանցում այստեղ դարպասապային է գնդակը Հեռացրեցին Գնդակը եզրից Մարոկոն է մցնում խաղի մեջ գնդակը Արա քակագրով բայց այստեղ Ռուսաստանի ավակականի դարպասապահը դուրս եկավ Անտոնյանը իր դիրքից և հեռացրեց գնդակը Ձախ թևում է գնդակը, շատ գեղեցիկ խաղարկեցին, բայց դեպի Բաբախանյանին
կատարված փոխանցումը թույլ էր։ Ռոմեր Ռուսաստանի հավաքականը դուրս չի եկել գնդակ այստեղ և հեռացրեցին ուղղակի այն։ Պրեսինգի շնորհիվ խլեց գնդակը Մարոկկոյի հավաքականը և շարժում են առաջ։ Հիանալի էր բարված դարպասապահը փրկում է։ Երկրորդ տեմպով կընթանա այս գրոհը։ Բաբախանյան թողեց խաղանկերոջը նորից նայ գնդակով։ Հարված բարձր է, բայց դիպչել էր դարպասապահը։ Կլինի անկյունային։ Բաբախանյան խաղարկեց այս անգամ գնդակը։ Պաշտպանությունում է խաղարկում գնդակը։ Մարոկկոյի հավաքականը շատ լավն էր փոխանցումը, բայց նորից է հասցրեցին հեռացնել գնդակը։ Պաշտպանները և կլինի եզրային նետում։ Արվածել է պետք կա արվածը, բայց պաշտպանները հեռացրեցին մի կերպ գնդակը, Բաբախանյան ինչ տեմպ է աղորդել։ Մարոկկոյի հավաքականը, բայց Ռուսաստանի հավաքականը դուրս եկավ այս ճնշումից։ Բաբախանյան բարձրից հարված էլ տեսանք, բայց շեղ էր այս անգամ հարվածը։ Ռուսաստանի հավաքականն է գնդակով, Սմբատյան շարժում է առաջ և կորցրեց շատ վտանգավոր դիրքում գնդակը։ Չկար այստեղ ոչինչ։ Քոչարյանը գնդակը կմցնի խաղի մեջ։
Ռուսաստանի հավաքականն է գնդակով շարժում են առաջ ձախ թևով կասին խանկերը հասնում է գնդակին շրջան ցեց բայց այստեղ լավ պաշտպանվեց Մարոկոյի հավաքականը Եզրից խաղարկում է Ռուսաստանի հավաքականը խլեցին այստեղ, բայց շատ արագ էլ կորցրեցին այն նորից լավ է պաշտպանվում Մարոկոյի հավաքականը Լավներ կարված է դարպասին, բայց կլինի անկյունային Հարցրից հեռացրեցին գնդակը Ռուսաստանի պաշտպանները Սմբաճան գերազանց է գործում Սմբաճանը և այստեղ չի ասում գնդակին Տոնոյանը Գոլից հետո մի փոքր պասիվացավ Մարոկոյի հավաքականը Իսկ Ռուսաստանի հավաքականը Վերսկսվում է հանդիպումը Բաբախանյան փոխանցում փակեց Սարաքելյանը Փոխանցումը և այստեղ սխալ էր կատարված փոխանցումը լավ է որ Սմբաճանը այստեղ էր Շարժում է առաջ Ռուսաստանի հավաքականը Կար այո կանոնների խախտում Ուգանային Կիրացնի Արված պաշտպանները փակեցին Եվ արագ հակագրոց Զարգարյան Ձախ թևում խաղանկերը ստանում է գնդակը Խոլեց գնդակը Մարոկոյի հավաքականը շատ վտանգավոր դիրքում և վերջ ավարտված առաջի կեսը սիրելի ֆուտբոլասերներ 1-0 առջևում է
Մարոկոյի հավաքականը մի փոքր ընկնենք եւ վերադառնանք դիտելու հանդիպման երկրորդ խաղակեսը։ Սիրելի ֆուտբոլասերներ, վերադառնում ենք Շունիկի մարզաբազա դիտելու Ռուսաստան-Մարոկո հանդիպման երկրորդ կեսը։ Հիշեցնեմ, որ առաջի խաղակեսից հետո հաղթում է Մարոկոյի հավաքականը նվազագույն հաշվով եւ տեսնենք երկրորդ խաղակեսում ինչ կառաջարկի Ռուսաստանի հավաքականը։ Առաջի կեսում մի փոքր պասիվ էին գործում, հարձակման գծում Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները, բայց վատ չէին պաշտպանվում, մասնավորապես Սմբատյանը շատ օգնեց իր թիմին եւ նրա շնորհիվ է, որ այս պահին Ռուսաստանի հավաքականը պարտվում է ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ, խլեցին գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստները, շատ վտանգավոր կարող էր լինել, բայց հեռացրեցին պաշտպանները գնդակը։ Սմբատյան խլեց գնդակը նորից Մարոկոյի հավաքականը, բայց կանոնների խախտմամբ։ Կանային է իրացնում Ռուսաստանի հավաքականը հեռացրեց Գալոյանը գնդակը։ Լավ, որտեցին եւ խլեցին գնդակը Մարոկոյից։ Ղազարյան շատ վտանգավոր էր այդ դիրքում կորցնել գնդակը, լավ է, որ կանոնների խախտմամբ խլեցին իրենց գնդակը։ Քոչարյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Երվից արվածի փորձ շեղեր Ռուսաստանի հավաքականը Անտոնյանը գնդակը կմցնի խաղի մեջ։ Արաքելյան Ռատկին եւ դուրս եկավ գնդակը։ Եզրից Մարոկոյի հավաքականը կմցնի խաղի մեջ։ Եվ այս խաղանկերները խանգարեցին միմյանց։ Ռուսաստանի հավաքականը նետեց եզրից։ Գրում է Մարոկոյի հավաքականը Ղազարյան Գալոյան բարձրից սա հարված էր դարպասին, բայց բարձր ստացվեց։ Սմբատյան Հարգելի ֆուտբոլասերներ, մեգալիգայի ուղիերներում շարունակում ենք Հայաստան, Բելգիա, Անտոնիա,
Մեկ է Հայաստանի կազմից աչքերի Ադամյանը Մոնդիանը Ակնիսյանը շարունակում է Կորցրեց գնդակը, բայց Սմբատյանը մտնում է պայքարի մեջ, մնաց գնդակով Մարոկկոյի հավաքականը, 2 տեք սխալներ, ի վերջո Ռուսաստանը խլեց այն։ Ղազարյան փոխեց գրոյի եզրը ձախ։ Առաջ Արեյան Նոց գնդակով Արեյանը Ղազարյան Գեղեցիկ շրջվեց, բայց կորցրեց գնդակը Եզրից գնդակը խաղի մեջ կմցնի Բրատկինը եզրից Կմցնի գնդակը խաղի մեջ Երկար է նախապատրաստվում Վերջապես վերսկսվում է հանդիպումը Կալոյան Քոչարյան Գալոյան Եվ այստեղ ռիսկային գործեցին, բայց դուրս եկան ճնշումից Գարգարյան Սարգսյան Արեյան Այսպես շատ հանգիստ խաղարկում է գնդակը Մարոկկոյի հավաքականը խոսքից վրա կարող էին կորցնել այն Հարված դարպասին անկյունային Բարձրից արված Արեյանի կողմից մի փոքր շեղությամբ ընթացավ գնդակը Ռուսաստանի հավաքականն անցնում գրոյի բարձրից փոխանցումը փակեցին պաշտպանները եւ ակագրո հիմա էլ Մարոկկոն է կազմակերպել Կար կանոնների խախտում Եվ դեղին քարտ է ստանում Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը
Շատ վտանգավոր դիրքում Սարգսյանը գիրացնի Տուգանային արվածը Արված նոր պասածողն է փրկում Այ քեզ հարված Սարգսյանի կողմից Ֆանտաստիկ գոլ էր ցանկանում հեղինակել բայց չստացվեց Արպասածողը օգնության ասավ Անկյունային իրացված է հեռացրեցին պաշտպանները Քոչարյան Մաչեր դուրս եկան պաշտպանությունից Հալոյան Աչ թվում խաղանկերը ազատ էր հրաշալի նկատեցին Զարգարյանին բայց չասավ նրան գնդակը Տոնոյան Բարձրից Տոնոյան ինչի ասում գնդակ այստեղ բայց մնաց Ռուսաստանի ավակոկոնը գնդակով լավ սանկում էր բայց Բեկլարյանը բայց իր մոտ և այնուհետև կորցրեց գնդակը Չստացվեց այստեղ Բեկլարյան Աչկտրյաններ այնտեղ ստանում է Սմբացյանը գնդակը Խլեց նորից Մարոկոյի հավաքականը հեռվից արված ևս մեկ արված գնդակը դարպասում է 2-0 է դառնում հանդիպման հաշիվը Եվ շատ լուրջ նախադրյալներ է ստեղծում Մարոկոյի հավաքականը այս հանդիպմանը հաղթելու համար Կորցրեց գնդակը Ռուսաստանի հավաքականը Շատ լավ պրեսինգ էր նրանց կողմից և խլեցին Տոնոյան շատ լավ էր Տոնոյան գեղեցիկ էր արված կտեսնենք Կարվածը և մեկ գնդակ վերադարձնում է Ռուսաստանի հավաքականը Շատ արագ Մեկ գոլ ետ է բերում Ռուսաստանի հավաքականը և ինձ պատժում այս գոլով Հանդիպումը չավարտված արդեն Ռուսաստանի հավաքականին Փորձում էի
Պարտված համար է։ Գրում է հիմա Ռուսաստանի հավաքականը։ Խլեց գնդակը Մարոկոյի հավաքականը։ Եվ այստեղ բախտի բերմամբ գնդակը չհայտվեց դարպասում ինքնագոլ կարող էր տեղի ունենալ։ Այնտեղ եթե չլիներ Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստ, ապա ինքնագոլ էր լինելու, գնդակը դեպի դարպասն էր ընթանում նախորդ դրվագում, երբ Ռուսաստանը կրճատեց հանդիպման հաշիվը։ Բայց իհարկե գոլը գրանցվել է Ռուսաստանի ֆուտբոլիստի անվան հաշվին։ Հիմա գրում են ձախ թևով։ Նրանք շատ գեղեցիկ էր եւ չկար այստեղ ցույց է տալիս մրցավարը։ Բաբախանյան արված շեղը։ Վերադառնում է խադաշտ մրցավարը և տեսնենք, թե ինչ է որոշել։ Կար 11 մետրանոց ցույց է տալիս մրցավարը։ Եվ այսպես կարող է հավասարեցնել հանդիպման հաշիվը Ռուսաստանի հավաքականը։ Տանգավոր է, արված գնդոկը դարպասում է, մխրճեց ուղղակի Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստը Քոչարյանի դարպասը։ Եվ հավասարեցնում այս խաղի հաշիվը։ Քոչարյան հարկում է գնդակը, Ղազարյան, Բաբախանյան, կորցրեցին գնդակը Մարոկոյի ֆուտբոլիստները, շատ գեղեցիկ էր, արված, փակեց Գալոյան արվածի ճանապարհը, Ղազարյան, Բաբախանյան, հրաշալի էր Բաբախանյան և մի փոքր շեղությամբ է ընթանում գնդակը։ Ռուսաստանի հավաքականն է նորից գրոհում, չկար այստեղ ոչինչ։ Ղազարյան եզրից թույլ չտվեց Տոնոյանը, որպեսզի
Բարձրից հեռացրեցին գնդակը պաշտպանները Արեյան Բաբախանյան մեկ հպումով գեղեցիկ էր արված և գնդակը դարպասում է Ինչ գոլ է հեղինակում Մարոկոյի հավաքականը Բաբախանյանի փոխանցումն էլ եկեք հաշվի առնենք մեկ հպումով շատ գեղեցիկ էր և Մարոկոյի հավաքականը առաջ է անցնում հաշվի մեջ Նորից Ռուսաստանի հավաքականը պարտվողի կարգավիճակում է Ղազարյան Գեղեցիկ շրջվեցին Բաբախանյան մեկ հպումով շատ գեղեցիկ էր Բայց Ղազարյանի արվածը շեղ է ընթանում Դարպասապայի սխալներ Ռուսաստանի հավաքականը երրորդ գոլը որ կերավ Բաբախանյան Սոնկումը շատ լավն էր և հեռացրեցին գնդակը Ռուսաստանի ֆուտբոլիստները հենց նրանք էլ անցնում են գրոհի վերջին րոպեները այս հանդիպման շատ գեղեցիկ էր բայց փոխանցումը թույլ էր կատարված Ղազարյան փոխեց գրոհի եզրը դեպի ձախ Նորից նա է գնդակով պատխաղարկեց խաղանկերոջ հետ և կորցրեցին գնդակը Սմբատյան Նորից նա է գնդակով Տեսնենք ինչ կառաջարկի Սմբատյանը Միայնակ է դեռ և կոպիտ էր այս Ամենը կլինի տուգանային Շատ վտանգավոր դիրքում Ռուսաստանի հավաքականը իրացնի այն Հեռացրեցին գնդակը Մարոկոյի ֆուտբոլիստները և դուրս են գալիս հակագրոհի Շատ վտանգավոր էր, բայց բրավո դարպասապային Դուրս եկավ իր դիրքից Եվ դուրս բերեց գնդակը Բաբախանյանի իհարկե կգրավեր դարպասը, եթե հասներ գնդակին Բաբախանյան շատ գեղեցիկ էր նորից մեկ հպումով, բայց չստացվեց այս անգամ արվածը խաղանկերոջ Ռուսաստանն է գրոհում Սմբատյան Եվ հեռացրեցին գնդակը Սարգսյանն էր հեռացրեց Սմբատյան փորձում է Սմբատյանը գտնել ճեղքերը Մարոկոյի հավաքականի պաշտպանության Բեկլարյան նա նույնպես ակտիվ է այսօր Նորից Բեկլարյան շատ լավ էր Հարված Սմբատյանի կողմից ուղիղ Քոչարյանի վրա էր կատարված հարվածը Զարգարյան Գեղեցիկ էր փոխանցումը, բայց պաշտպանները հեռացրեցին
Առաքելյան խլեց գնդակը Մարոկոյի ավագականը Զարգարյան 4-2 Եվ այս հարվածով էլ Մարոկոյի ավագականը կարող եմ ասել անցնում է հաջորդ փուլ այլևս չի հասցնի Ռուսաստանի ավագականը վերադառնալ և երկու գնդակ հեղինակել Սմբատյան Կորցրեց գնդակը Արեա Զարգարյան Եվս մեկ գոլի հեղինակ է դառնում Զարգարյանը 5-2 է դառնում հանդիպման հաշիվը Այսպես Խոշոր է դարձնում Զարգարյանը Իհարկե քանդվեց 4 գոլից հետո Ռուսաստանի ավագականը Արեան աչ թևով շարժվում է առաջ Խլեց գնդակը Մարոկոյի ավագականը Ոչ լավ գործեցին նորից պաշտպանությունում Այնպես չէ այսօր Ռուսաստանի ավագականը արժանի էր պարտության ոչ ամենևին պաշտպանվեցին լավ հարձակվեցին իհարկե 2-0-ից հետո շատ լավ վերադարձան Զարգարյան հիմա այս գրոյից հետո կշարունակեմ միտքս Բաբախանյան Զարգարյան և արվածը փակեցին Եվ վերջ ավարտված հանդիպումը սիրելի ֆուտբոլասերներ ահա այսպես Մարոկոյի ավագականը անցնում է 1/8 կիսաեզրափակիչ շնորհավորում եմ Մարոկոյի ավագականի ֆուտբոլիստերին Ռուսաստանի ավագականին Շնորհակալություն ենք հայտնում այս առաջնությունում լավ հանդես գալու համար իհարկե ֆանտաստիկ թիմ ունի Ռուսաստանի ավագականը իրենց էլ եմ շնորհակալ տղաներ մի թերագնահատեք ձեզ դուք շատ ուժեղ եք շնորհակալություն Սիրելի ֆուտբոլասերներ բոլորիդ այս հանդիպումը ինձ հետ դիտելու համար խաղ մեկնաբանը ձեզ համար Վարշան Պետրոսյանը կհանդիպենք մեգալիգայի եթերում հաջողություն